Ինչ կա ժողովուրդ, ձեր հետ է Rider and Redder, այսօր մենք անում ենք Bikes and Coffee, ժամը հələ մեկը չկա ու արդեն լիքը մարդ է եկե իրականում, արի ուտես, նույն բաներ ասպասում մեզ, ռուզի բրենդովի մայկա ունենք մենք, սենց կայֆեր ունենք, Rider and Redder անունով, ստե լինում ամիշտ կոֆեն ձրի, այս անգամ հյուրասիրությունն էլ ձրի, խի որտև Rider and Redder նուշալը փորձում են թույն բան բերեն մոտոքշողների համար, իհարկե ամենակարևորը Ագուստանա մեր հետ, ինձ պետք է ներս մտնել, պետք է սրանցից վերցնելու բաժանել մարդկանց, մի հատ սաղին նորմալ օֆիցիալ բարևել արդեն, մեր մոտ լնելու ապահովության մասին քննարկումներ, вообще մոտո ավտո քննարկումներ, մոտոյի հարցերով հարցեր ու քննարկումներ, սենց բաներ եթե սիրում եք ժողովուրդ անպայման լայք ենք անում, comment ենք գրում, թե էլ ինչ կուզեք տեսնել Rider and Redder channel-ում, subscribe ենք կլում, եթե subscribe չենք եղել, դույմ եկեք ներս մտնենք, alright, մեր մոտ ստե յոզերով ես սույս կտամ ժողովորդը հյուրասիրվում է ունդեղ էլ մեր բանն է լնելու, ենա, զյadzան ունդեղ է, alright ժողովորդ, մի հատ էլ, հլե, ոնց եմ անում, ոշում տեսու բար, alright, մենք ես սրանք վերցրեցինք, կնանք բաժանենք մարդկանց, ուզում եմ իրականում ես թեմաներն ես հապիսանում, так что մնացեք, են ով որ չի կարեցը մասնակցի Bikes and Coffee-ին, մայիս 2026, կկարենա մասնակցել online վիճակով, բում, ժողովուրդ, ես ես բաներ պտի բաժանեմ, մի քանի հոգով որ ինձ օգնեք բանը, ձերը կապել, որ օֆիցիալ, չէ, մարդամ, ասենք խմբով տամ, տենց 3 հոգով իրար կպցրեք, էլ դուք։ Ոտ չէ։ Ժողովուրդ, մենք հեսա սկսում ենք մեր գլխավոր քննարկումը, իրականում լավավես մասը է եկել, իրականում մերսի ձեզ, որ եկել եք, ու իրականում եթե չեք է եկել, մերսի, որ ես վիդեոն եք նայում, որտև առանց ձեզ ես ամեն ինչ չէ լինի։ Մարդիկ կարծես թե հելը հերթի են ուտելիքի սպասում։ Ինչպես։ Դեռ հերթի են սպասում մարդիկ կարծես թե, բայց հեսա սկսենք։ Շտաբելու բան չկա։ Alright, ինչ կա ժողովուրդ, ձեր Rider and Redder։ Yeah, let's do it։ Alright, իրականում մերսի սաղին, որ եկել եք ժողովուրդ, ես հսակ բացատրեմ Bikes and Coffee-ն ինչ է, բայց մինչև հենց Bikes and Coffee իրական ֆորմատը, եկեք նորից ասեմ մերսի, որ սաղը եկել եք, առանց ձեզ ես տեղի չեր ունենա, ու в принципе Bikes and Coffee-ն հենց դուք եք ու ես եմ, ինքը պրոստի ինչ-որ branding չի, ծեպը by Rider and Redder, ինքը սենց ասած գաղափար է։ Bikes and Coffee միտքը գլխավորապես հանդիսանում են, որ ինչքան կարելի է շատ մոտոքշողների, ինչքան կարելի է շատ մոտոսիրահարների ու մարդիկ ովքեր ուզում են մի օր դառնան մոտոքշող, կամ պրոստը կողքից սիրում են ու վայելում են այդ ամեն ինչը, լինի սենց հարթակ, որ սաղ կարենան նույն տեղում հավաքվեն, կարենան տարբեր ինֆորմացիաներով, չգիտեմ, փորձերով շփվեն, տարբեր կարծիքներով, ինչ-որ խորհուրդներով շփվեն, ու այդ մենակ իմ խորհուրդները չի ասենք, որտեվ չգիտեմ, ես գալիս եմ որպես sport bike քշող կամ naked bike ինչ-որ, բայց կան chopper քշողներ, կան cruiser քշողներ, կան вообще туrizmով զբաղվողներ, enduro քշողներ ու ասենք այն ինչ ես չեմ կարող ձեզ խորհուրդ տամ կարողա կամ բաներ կա որ դուք կարաք ինձ նույնիսկ խորհուրդ տաք туриզմի տեսանկյունից, չգիտեմ, enduro-ի, off-roading-ի եւ այլ, միտքը այն է որ ինչքան կարելի է տարբեր դեմոգրաֆիկայի մարդկանց հավաքել, հարթակ ստեղծել շփման, քննարկել մի քանի բան, որ ես կարծում եմ այս բանը կարևոր է քննարկել Հայաստանում, բայց ելի եմ ասում, ես ունենալու եմ մի փոքր քննարկում իմ կողմից, իմ խորհուրդները Եթե իրար հետ համաձայն չեք կամ կարծում եք ինչ-որ բաներ կա, որ ես ճիշտ կանեի ասեի կամ ինչ-որ բանը բաց եմ թողում, միտքը այն է, որ ես պրոստը խոսակցության սկիզբը դնեմ, դուք ձեր միջև նաև շփվեք, քննարկեք այդ տիպի բաները ինչքան կարելի է, ասեք, չգիտեմ, Rider այս բանը բաց թողեց, ինձ թվում է այս կարևոր է, այդ արդեն խոսակցություն է սկսում, ու Bikes and Coffee-ի միտքը հենց այդ է, որ մոտոներ լինեն, կոֆե լինի ու խոսակցություն լինի, ժողովուրդ։ Հիմա այսօրվա ֆորմատի մեջ սպասվում է ոնց ասի, մի թեթև իմ քննարկումը, բուկլետները կա, այնտեղ
5 հատ կետ է, կարդում ես կարող է շատ բան միանգամից չասի, բայց ես մի քիչ գլուխները տանելու եմ սաղի անկեղծ որ ասեմ, դրանից հետո մենք ունենալու ենք, եթե չեմ սխալվում, Shell-ի կողմից մենք կքննարկենք ավելի պրոֆեսիոնալ մոտեցումը Shell-ի մոտորների համար, հետո կունենանք մենք quiz այսօրվա ընթացքում, որտեղ կխաղարկվեն sense մայկաներ, իրականում հիմա արդեն ինձ տվել են շատ թույնա դուրս եկե։ Դրանից հետո լինելու է նաև մի քանի հարց ու պատասխան ու մոտոների ու ավտոների հարաբերությունը քննարկում, որտեղ մեր մոտ ոնց որ մոտոների շարժը զարգանում է, բայց ինքը ամբողջովին ճիշտ դեռևս sense իդեալական հասկացված չի ավտոքշողների կողմից որոշ։ Մեր ոնց որ ցելը այն է, որ ինչքան կարելի է մատչելի սարքենք ու ինչքան կարելի է այդ մոստը ստեղծենք երկու տարբեր խմբերի, ավտոենտուզիաստների ու մոտոենտուզիաստների։ Երևի թե ես մի անգամից այն բանին անցնեմ, հա։ Ու ըստ դրա արդեն շարժվենք։ Շորտ բուկլետները սեղանների վրա, այնտեղ նաև writer red կա դրած ստիկերներ է։ Եթե ուզում եք օգտվեք, եթե օգտվում եք tag արեք ինձ, ես հաստատ share կանեմ այդ story-ները Instagram-ով։ Ուզում եմ մի քանի sense կետով ես անցնեմ այս ամեն ինչի միջև։ Անցյալ Bikes and Coffee-ին նույն մարդիկ տեսնում եմ, որ եղել են շատ մարդիկ հնինել ու այս անգամ ես որոշել եմ մի քիչ ուրիշ թեմայից խոսամ ու ասիմետրիկ թեմաներ եմ ես քննարկում, որ տենց հեշտ մատչելի չի միանգամից, հա։ Եկեք սկսենք համբերատարությունից ու շտապելուց, մի բան, որ ինձ թվում է Հայաստանում սենց ամբողջովին ոնց որ պանդեմիա է, որտեվ սաղ ոնց որ թե շտապում են ինչ որտեղ, սաղ շատ անհամբեր, սենց այն որ մոտոները, չգիտեմ, ավտոների արանքով գնում են, հիմա ավտոներն են նույնը սկսե անել ու մոտոները էլ չի լում այդ իրականում անել։ Ժողովուրդ, ինձ թվում է մոտոն այն բանն է, որ երբ որ վռազում ես ու այնտեղ 1 վայրկյան կամ 2 վայրկյանի հարց է, այդ 1-2 վայրկյանը ավելի լավ է ոնց որ ոտդ կախքցես ու թողես ավտոքշողներին է հասկանալ դու ինչ ես անում, ինչ մանյովր ես անում, հա։ Ես օրինակի համար երբ որ ավտո եմ քշում, հենց մոտո եմ տեսնում, սիրվում եմ միանգամից զիջեմ իրան, չգիտեմ, հասկանամ ինչ է անելու, բայց որ դեպքեր կա, որ չգիտեմ, եթե մոտոյի ձայնը շատ բարձր է, դու ձայնը լսում ես, միանգամից հայելու մեջ նայում ես, մինչև նկատում ես ուրա, ինքը սկիպ գալի ինչ որ մի կողմով անցնում է, մի բան, որ ես կուզեի հավեսով ճանապարհ տամ, բայց ոնց որ այդ հնարավորությունը պիտի հասցնեմ ստանամ որպես ավտոքշող օրինակի համար, հա։ Ու այդ տիպի All right. Այդ տիպի մի քանի վայրկյան համբերատարությունը ու սենց հասկանալը ինչ է կատարում շուրջը, ինձ թվում է մեծ դեր է խաղում նամանավանդ մարդկանց, ովքեր նոր են սկսում քշել ու ամբողջովին սենց բիոտոկերը ու աչքի այդ ոնց որ կանխագուշակումը դեռ չի զարգացել։ Անցնենք երկրորդ կետին, եղիր տեսանելի, ես այս թեման շատ եմ քննարկում, այնտեղ կա մի հատ էլ միշտ ունեցիր պլան B, ինչ է նշանակում պլան B-ն, հեսա կանադառնամ, բայց տեսանելի լինելը շատ թվում է թե հեշտ բան է ինքը, որ մոտով դուրս եմ եկել, ֆարերս գալն եմ միացրել, սաղ կտեսնեն ինձ, ու այդ շատ հաճախ քո դեմ է աշխատում։ Օրինակի համար, չգիտեմ, մարդիկ ովքեր խմբերով քշում են, նկատել են թե չէ, բայց այն ովքեր իմ հետ են քշում, ես միշտ խնդրում եմ դալին անջատի, որտեղ այդ յարկի մի հատ sense կետը լույսի, չի օգնում հասկանաս հայլում, ինչքան հեռու է անգերդ քեզանից, վիլի անելու, ինչ անելու, բայց հեռավորությունը չես կարող գուշակես։ Կա երկրորդ բանը, որ ավարանների մեծ քանակություն Ամերիկայում օրինակի համար, հայկական ստատիստիկա չկա, դրա համար չեմ կարող Հայաստանից խոսամ։ Բայց Ամերիկայում նկատվում է մի բան, որ ասում է ես ավտոքշողն եմ ասում, որ ես տեսա, որ մոտո է գալիս, ու մեկը քշեցի ու խփեցի իրան։ Ոնց է դա լինում է նրանից, որ հաճախ մոտոյի փոքրությունից ելնելով ուղեղը սկանավորում տեսնում է մոտոն ու չի գրանցում ուղեղում, որ մոտո կա այդտեղ։ Դա եթե տեղի ունենում նամանավանդ իր սեփական տան ռայոնում բանում, մի հատ էլ ուրիշ խնդիր, որ մեծամասնությունը ավարանների սեփական տների ամեն մեկի ոնց որ տան մոտակայքում է լինում, երբ մարդիկ մի քիչ արխայնանում են ու կամ մի քիչ հոգնած են ու ավտոներին էլ է այդ վերաբերում, որ շատ հաճախ նայում են մոտոյին ու պրոստ չեն կարող գրանցեն։ Ուղեղը ամբողջովին չի ֆիքսում այդ փաստը, որ ինչ որ բանակալին վրա, որը վտանգավոր է։ Դրանից ելնելով գալիս է երկրորդ կետը, ունեցիր պլան B։ Պլան B-ն անգլերենում ես մտքումս բան եմ, մտածում եմ escape plan, տիպը փախուստի պլան, որպես մոտոքշող մի հատ փաստ կա, որ մենք շախմատի նման մի քանի քայլ պիտի առաջ մտածենք ու պլանավորենք մեր իրավիճակը, այսինքն հայտնվելով, չգիտեմ, ինչ որ իրավիճակում դու գնում ես, տեսնում ես ավտո է, ուզում ռազմառուտ լինի կամ տես բան, միշտ պիտի ունենաս երկրորդ sense ասած ճանապարհը, որ եթե ինքը կոպիտ ասած ապուշ դեմդ կտրեց, ինչ ես անելու, ոնց ես ուխոդը լինելու, հետևից ավտո կա եկածող, աչից ունես կամ ձախից ավտո ունես եկածող թե չէ, միշտ պիտի ունենաս այդ պլան B տարբերակը,
եթե չգիտեմ, даже простой օրինակ բերեմ, դիք բարձանալուց, եթե պայտակ դեմի ավտոն կանգնի, դու էլ կանգնես, ոտդ որ կողմից ես դնելու, ոտի տակ փոսը ալնելու, լուկ ալնելու, թե չէ։ Այս տիպի քննարկումները գիտեմ, հասկանում շատ քշողներ, շուտվա քշողներ են ու կարող է մի քիչ ձանձրալի գտնեն իրանք, բայց նաև ինձ թվում է մի բան է, որ ոչ մի ձև sense օֆիցիալ չի քննարկվում Հայաստանում ու ինձ թվում է այս տիպի բաները դուք էլ չգիտեմ, որ խոսքի միջոցով իրար մեջ էլ տենց բաներ բացատրեք ընկերներին, ծանոթներին, նոր սկսնակներին, ինձ թվում է մենք շատ ավելի օգուտ կունենանք Հայաստանում մեր մշակույթը առաջ տանելուց, հա։ Երրորդ թեման մենք արագի մեջ անցնենք։ Ներքին ձայնը մի բան, որ մի քիչ ռելիգիայի հետ է կապված ինչ-որ չափով որոշների համար սնահավատություն է։ Ու ես փորձեմ երկու կողմն էլ բան անեմ։ Ես միշտ ներքին ձայնին վերաբերվում եմ Nice, alien մոտոներ գալի։ Ես միշտ ներքին ձայնին վերաբերվում եմ ոնց որ sense երկակի բան։ Մեկը այնա որ կա, որ պրոստը ոնց որ չի ուզում անենց լինի, որ դու մոտո քշես։ Իմ մոտ դեպք ա եղել, չգիտեմ, գնացել եմ պարկովկայում, իջե մի մոտոն խոդեմ տալի, ինքը ասենք թե չգիտեմ, զարատկեն նստել է, ասում եմ օքեյ, մյուսը կհանեմ։ Մյուսը հանում եմ բանալին մոտս չի, գնում եմ վերև բանալին մյուս տանում թող ինչ որ sense ինչով գնում գալիս եմ մի պահ որ հասկանում եմ ինչ եմ անում։ Այսօր հաստատ այդ օրը չի էլ չար լույսը հեռու մնաս այդ ամենից կամ էլ զարթում ես հասկանում ես չգիտեմ այնտեղ առողջական խնդիր կա hangover հայրը ոնց կլինի ասենք Yeah okay so զգում ես այդ չգիտեմ կարող է ջերմաստիճանը բարձր է կարող է ինչ որ Եթե դու սենց ամբողջովին քեզ լավ չես զգում, մոտոյի վրա նստելու հեռակա ինչ-որ ճանապարհ գնալը կարա բավականին վտանգավոր բան իրանից դառնա։ Մի փոքր բանից կարա շատ մեծ ոնց որ իրավիճակ դառնա, որտեղ սաղ սեզոնը կարող բաց թողես այդ բանի պատճառով։ Դրանից հետո ասում ենք մի բան, որ ես սպայնինգս եմ մեղավոր ինչ-որ չափով, որտեղ ես ասելու եմ ժողովուրդ, քշեք ձեր ռայդը, այլ ոչ թե սոցիալական մեդիայի համար քշեք։ Չնայած որ ես սոցիալական մեդիայում եմ շատ հաճախ հանդիպում ու քշում եմ հենց այդ հարթակի մեջ ինչ-որ չափով, բայց ինձ թվում է տարբերությունը այն է, որ շատ մարդիկ չսկսած հələ մոտո ոնց որ չսովորած ամբողջովին կասկա են կպցնում ու ուզում են ուշադրություն մի անգամից գրավեն, Պրինցիպի խնդիր չկա, բայց ես շատ եմ նկատել, այն ովքեր իմ հետ են գալի քշելու, ու ինչ որ թազա մարդ է լինում, տեսնում եմ ես կնոպկեն սխվում եմ զապիսի կամերայի վրա, մարդիկ լրիվ ձևափոխվում են, իրանց քշելն է դառնում ավելի սենց ինչ-որ քաոսային, ավելի սենց ագրեսիվ ինչ-որ ուշադրություն դարձնել, տորմուզ տալուց, հայ զերո ոտով ամեն ինչ-որ մի բան են անում, որ ժողովուրդ, պետք չի overdo անել, ես պրոստը զապիս եմ անում, օքեյ, ու եթե լմի բան է, որ ես եմ զապիս անում, ուրիշ բան է, որ երբ որ մարդիկ իրանց են ուզում զապիս անեն ու հաճախ հրահարում են իրավիճակներ, ավելի ագրեսիվ ինչ-որ road rage, ավտոների հետ, ավարանի սիտուացիաներ, բաներ ինչ-որ Մի բան որ չարժի անել ինձ թվում է նամանավանդ սկզբի սենց ասած շրջանում մոտո քշելու։ Ու վերջինը շուտ պրծնելու եմ խոսք եմ տալի ավել չեմ ձանձրացնի մարդկանց, բայց վերջի կետը այն է, որ մոտոն քշելուց բացի նրանից որ մարդիկ ասում են օքեյ, պագրիշկեն տի լավը լինի, օքեյ, յուղը փոխի, տորմուզները տոշնել լինի, հաճախ նկատում եմ մարդիկ մոտո են քշում ու ճիշտ սեթափը չգիտեն ինչ է նշանակում, այսինքն թե տորմուզի ռուչկեն ճիշտ տարած չի, կոնուսը ճիշտ դրած չի, switch-ը բանի ոնց է gear shift lever, how would you call it? Սկորուստի ոնց որ տեղը ճիշտ չի ու նայում ես որ մարդը կոնկրետ զբաղված է պայքարելով իր մոտոն քշելու հետ, քանց թե իր մոտոն քշելով ինքը վայելում է կյանքը։ Ժողովուրդ, ճիշտ սեթափի առումով իրականում կասեմ ամենաճիշտ ձևը այն է որ ձեր manual-ը նայեք մոտոյի, խոսակ ուրիշ ընկերների հետ, փորձարկեք տարբեր բաներ, տեսնեք ինչն է ձեր վրա աշխատում, ինչը չէ, ու իրականում եթե այս ամեն ինչ կհետաքրքրի, принципе մի հատ վիդեո ես նկարեմ հենց setup-ի մասին, ոնց անել, ոնց իմանալ մոտոն ergonomist-ը քո համար ճիշտ է թե չէ։ Ինձ թվում է այս անգամ այս թեմաներով ես ավարտում եմ, անցնենք երևի թե Shell-ի արդեն կողմից մի քիչ դու քննարկում անես ու quiz-ին ներկայացնենք, չէ՞։ Shell-ի մասով ես կարող եմ ասեմ, որ Shell-ը շատ լուրջ ուշադրություն է դարձնում անվտանգությանը, Shell-ում անվտանգությունը ասենք բարձր արժեք է համարվում, դրա համար կայանները կառուցելուց ամենահասարակ, ասենք ասֆալտից, զգծանշումներից եւ այլն ամեն ինչ այնպես արվում, որ վարորդի համար տեսանելի լինի ուղղորդումը ճանապարհի դեպի բենզալցակայան, դեպի դիսպենսերի մոտ եւ այլն Նաև մնացած կետերը, որպեսզի վարելիք լցված չլինի գետնին, յուղի հետքեր, բենզինի հետքեր եւ այլն,
որոնք որ կարան օրինակ կանգնելուց մոտոյի համար խոչընդոտ հանդիսանալ, այսինքն սղա մեքենան կամ մոտոն նմանատիպ բաներին մենք շատ ենք ուշադրություն դարձնում, դրա համար ինքը բարձր արժեք է մեր համար։ Դուք ձեր կողմից կարաք ինչ-որ առաջարկներ անեք, օրինակ որպես մոտո վարողներ, օրինակ ինչ առաջարկներ կարաք անեք բենզալցակայաններին, որ ձեր համար էլ ավելի հարմար լինի մտնել է, չգիտեմ։ Ինձ իրականում ասում դուր է գալիս Shell-ի մի պահ, որ լսել եմ մարդիկ, ովքեր որ չեն սիրում այդ փաստը, որ ասում են, երբ որ դու գալիս ես Shell, ոնց որ դի բանը տնեն, դու դուրս գաս վճարես ու հետ գաս, որոշները այդ որպես մինուս են գտնում, ես որպես պլյուս եմ բանում, որովհետև մի հատ էլ է շանս մոտոյից հեռվից նայելը։ Չսիրած բաներից մեկը այն է, որ մոտոյով դուրս եմ գալի, քշվում եմ, հետ եմ գալի պարկովկա կանգնում եմ, like մոտո ինչ կարծեմ, մի հատ նայեմ, տենց ոնց որ բան սիրարված աչքերով նայեմ, վայելեմ, էլի այդ ամեն ինչը։ Ինչ կասեք ժողովուրդ։ Մոտոյի ճիշտ։ Ես դաժե մի բան ասեմ, ավելի լավ կլինի, եթե լինի self-service։ Մոտոների պահ, չէ՞, ուրիշ երկրներում այդ շերտերում է կարաս դու քո մեքենան քո դու լիցքավորես։ Հայաստանում շատ-շատերը չէին հավատում, որ վաղորդը կարա մեքենայից իջնի կամ մոտոյից իջնի, մտնի խանութում վճարի, ինչ-որ մի բան էլ առնի, նոր գնա, շարունակ իր ճանապարհը, բայց այս 3 տարվա մեջ ոնց որ մենք այդ մշակույթը փոխեցինք, ու եթե նկատել եք, մնացած բենզալցակայանի բրենդերը նույնպես ձևափոխվում են, նրանք նմանատիպ ֆորմատով են դառնում։ Իրականում ինքը հարմար է շատ, որտեղ մեքենան երկար վարելուց հոգնում ես, կանգնում ես, իջնում ես, թարմանում ես, ինչ-որ մի պրոդուկտ ես վերցնում, ինչ-որ նոր բան ես տենում, շփվում ես խանութում միջուկը նաև։ Ու ինձ թվում է մենք մոտ ապագայում նաև դրան ենք գանք, որտեղ հələ մեր հայկական իրականությունում դեռ դժվար է այդ մեքենայից իջնելը, մի քիչ նեղություն տալը եւ այլն, որտեղ մենք որ նոր էին բացվել, ես հիշում եմ նորագավիթի մեր բենզալցականները առաջինը, այնտեղ մարդիկ գալիս են, որ ասում են պետք է իջնեք վճարեք, ասում են դե ոնց կլինի եւ այլն բան իջնենք, բայց նույն մարդիկ, ասենք Եվրոպայում իջնում են ինքնուրույն են լիսկավորում եւ այլն։ Հայկական իրականությունում մի քիչ ուրիշ է, ասես մի քիչ շատ աշխատանք է պետք կատարել, մենք բավականին բարդ ճանապարհ ենք անցել այս 3 տարում, որ այդ մշակույթը կարողացել ենք ձևավորել, էլի։ Ու վստահ եմ, որ մոտ ապագայում նաև Ժորդ, եկեք ես մի հատ ձեզ հարց տամ, էլ շատ հետաքրքիր է, ոնց որ իմ կողմից ձեր կարծիքը լսել, հա, այս բոլորին է վերաբերվում, դաժե կարաք sense միաժամանակ ամեն մեկը ձեր կարծիքը ասեք, ես փորձեմ լսեմ անդրադառնանք, գլխավոր հարցն է, ինչ եք կարծում Հայաստանում կամ вообще մոտոների կյանքը ինչն է ամենաշատը վտանգում կամ ինչն է վտանգում, որ կամ չի քննարկում կամ է քննարկվում, բայց կուզեիք ավելի սես բարձրաձայնվել միցեվի։ Վիգենիդ քննարկում ենք մի անգամ ունեցել, ես որպես ավտովարող, մոտովարողների ինչը չեմ սիրում, բայց հիմնականը ասեմ, ես մոտոներից շատ չեմ հասկանում, բայց ասեմ, որ այս մոտոները չեն եղել իմ։ Այս մոտոները ոնց որ խնդիր չունեն մեծ տեսակի, հիմնականում սկուտերներով սկուտերները մենք էլ ենք խնդիրներ ունենում միշտ։ Ես որպես ավտովարող արագ եմ վարում, ու իրանք են որ երրորդ գծով շատ դանդաղ կամ չես կարող մեծ կողմով գնաս, այն կողմով գնաս։ Ես մի բան ասեմ, որ չգիտեմ, ես եմ մենակ զարհուրում թե չէ, բայց այս ճանապարհին գալուց իրականում մինչև Պրոշան, по-моему, ռազմավարոտները այնքան շատ է, ու այնքան վտանգավոր է այդ արագ տենց տրասի վրա ռազմավարոտները։ Մի բան, որ նաև նկատվում է Սևանի ճանապարհին, ու մի բան որ ստեղ չի նկատվում, ցենց որ գնում ես բաժանար մետաղյա ոնց որ բաժանար գոտիկ է, որ անհնար է ինչ որ մեկը թփերի մեջից դուրս գա ու ռազմավարոտը լինի, Սևանում անում են տես բաները ճուղոտ տես տեղերում։ Բայց ես իրականում շատ կուզեի այդպես բան տեսնել ու չգիտեմ Հայաստանով մեկ ավելի համատարած, հենց կոպիտ կոշտ բաժանար գոտի որ գիտես ոչ մի թփերի մեջից մեկը դուրս չի գալու որ այդ ռասորտը լինի ինչ-որ գյուղից մի հատ 0.5 կամ ինչ-որ տես մի բան։ Ուրիշ ինչ-որ բան է ժողովուրդ որ վտանգում է ասես։ Առանց եկի քշել առաջին մոտոքշոպների։ Համար ճիշտ մոտոքշոպը ինչու՞ է անձնական կարծիքն Համաձայն եմ իրականում, ես ինքս էկիպիրովկա սիրում եմ, որ թողում են քեզ սուպերգերոյի շորեր հագնես, օֆիցիալ ոնց որ լիցենզիան ունես որպես մոտոքշոփ, հաստատ արժի անել, ինչ էիր ասում դու։ Եկին մեյքափ անու աչքներ։ Օյե, ու հեռախոսի մեջ մարդիկ։ Մեյքափ անողներ, էլ ինչ-որ բաներ ժողովուրդ։ Հայաստանում ինձ թվում է ավտովթարների հիմնական պատճառը հեռախոսն է։ Փոքր այդ բամպերներով իրար խփելու թեման նամանավան։ Ես օրինակ միշտ բերում եմ, ընկեր ունեմ, որ 14 տարի ապրում է Վալենսիայում,
ասում 14 տարվա մեջ ասում 2 հատ ավեր եմ տեսել, որից մեկը քուրս ա եղել։ Հա։ Իսկ ոչ չեմ տեսել։ Ասում դե վթանել լինում է, ասենք շատ ինչ որ մեծ տավարի, ասենք։ Բայց ասենք նմանատիպ Հայաստանում, որ առավոտ 10 կիլոմետր գնալուց աշխատանքից տուն արդեն մի 4 հատ տեսնում։ Հիմա դες վթանել ես երբեք չեմ տեսել էլի։ Իրականում ես մի 10 տարի առաջ որ մոտո ոնց որ խորանում էի մոտոյի մեջ քշում էի, բան Ամերիկայի ոնց որ ընկերներից վիդեոները բան նայում էի, վտանգ են էր մարդիկ text to drive են անում, դեպի նամակ էին գրում ու քշում էին։ Հայաստանում մարդիկ նամակ գրող շատերը չեն ու հեռախոսով խոսում էին։ Մի կողմից իմ բանը էր հանգստությունը, որ մարդը որ հեռախոսով է խոսում, գոնե դիմացն է նայում, ներքև չի նայում։ Բայց հիմա ինտերնետի պատճառով ես 99%-ը չգիտեմ, պրոբկեքով գնում ես, նայում ես մարդիկ այսենց ինչ որ սենց չես հասկանում ինչ են անում։ Ես կարծում եմ հետևյալը անենք։ Ես announce անեմ հաղթողներին, իրականում հաղթողները լինելու են 7 հոգի, այլ ոչ թե top 3 կամ top 4, ոնց ես էի նախատեսում, թույն, իրականում, Ագնեսին մերսի մեր։ Դրանից հետո կլինի էլի question and answers, եթե կուզեք մեր հանդեպ կամ եթե կուզեք արդեն ավելի ազատ ֆորմատով շփում, չգիտեմ, մարդիկ ուզում են դուրսը մոտոների կողքը կանգնեն, քննարկեն, բան, այդ ֆորմատը արդեն ասես մի քիչ ավելի free form կլինի, հա։ Առաջի տեղը մերն է լինելու, ըստ արագության ինչքան սուտ է պատասխանը, ու ճիշտ է պատասխանը։ Սաղ ծանոթով էր։ Ամենաառաջին ես։ Yeah, man. Boom. Yeah. It's kids. Thank you. It's a Panigale, man. Ինձ թվում է բանը, Բանյայայի Panigale-ն է, թիվը կնայես 63 ավրեն։ 63? Yeah, Բանյայան է։ Չգիտեմ, MotoGP նայող կա շողովուրդ։ Ում ենք բալետանում։ Ռուսեի բացած չի։ Դրա համար է Yamaha կապուտ չէ։ Իսկ հիմիկվա բաներից։ Կարտարարո, nice, այսին team Yamaha։ All right։ Անցնում ենք երկրորդ մարդուն ժողովուրդ։ Գրիգոր Ստեփանյան։ Yeah, nice։ Էլի ես վստահ եմ էս պիտի լինի։ Yeah, man, շնորհավոր։ Բում, հարցերը հեշտ են, թե բարդ են։ Շատ է։ Nice։ Երրորդ մարդը Հայկ Մելիքյան, nice։ Հայկ Մելիքյան, շնորհավոր։ Թույն։ Քոնը պամոյմու Monster-ը լինելու կամ Street Fighter։ Nice, ես ինձ էլ այլ է, հետաքրքիր է թեման։ Nice, Panigale, V2։ Չորրորդը Զավեն Մանուկյան։ Yeah։ Okay, շնորհավոր։ Yeah, մերսի պատասխանելու համար։ Ծանոթով չէր։ Ես լիշտոր։ Հինգերորդ տեղը ժողովուրդ Ռոբերտ Պարուրյան։ Nice։ Ռոբերտ Պարուրյանին գալիս է մի քիչ ուրիշ տեսակի նվեր։ It's a shirt, baby։ Կարեք մի հատ նայենք, սպիտակը եսը չեմ տեսել։ Yeah։ Okay, ինքը հինգներ, 6-րդ տեղը Լևոն Դեմիրչյան։ Nice։ Ծանոթով կարմիր թե սպիտակ կուզես։ Yeah։ Team Red, խնդրեմ։ Boom։ Ու վերջինը Լիանա Կարիմյան։ Nice։ Nice։ Շնորհավոր։ Էլ մայկա սպիտակ է այս անգամ։ All right։ Կարծես թե всё այսքանով լվոր ժողովուրդ։ Բոլորով գնանք դրսում մի հատ նկարվենք։ Group photo։ Ժողովուրդ մենք հենց նոր բրծել ենք մեր giveaway-ը։ Մարդկանց խնդրեցինք դուրս գան group photo անելու։ Իսկ ճումա կայֆո տեղա։ Եթե եղել եք այս event-ին comment գրեք ինչն է ձեզ դուր գալի, եթե չեք եղել այս comment-ին գրեք ինչ կուզեիք մյուս event-ին տեսնել, что ли։ Yeah. It wasn't bad, right? I was just casual stuff. Yeah, man. Great presentation. Boom. Մեր մոտ police էլ է եկե։ Police-ն էլ է հետաքրքրված bikes and coffee-ով։ Մենք ֆոտոն որտեղից ենք։ Ֆոտոն ֆոտոգրաֆը ստեղ չի, չէ՞։ Ճիշտ եմ գուշակում։ Ոնց որտեղ տնեմ կամերան, որ sense գյոզերով նկարի։ Հերրուն շատ հերրու կլինի, այն շատ վայդան է։ Մի րոպե ֆոտո անեն։ Մի հատ չկսնեն նոր։ Մի երկու րոպե։ Պատրաստ ենք։ Yeah. Հա։ Всё։ Շնորհակալություն բոլորին։
Writer-ն է ձեր այդ ապագայից գալիս, event-ը արդեն բրծել է, ոնց տեսնում ենք։ Մերսի գալու համար, մերսի թույն vibe ու տրամադրություն տալու համար, մերսի պատժերշկայի համար, ու մերսի նաև որ վիդեոն եք նայում, եթե էլ շարունակում եք նայել, ժողովուրդ։ Ստեղ կա մի վիդեո, որ կարելի է նայել, ու ստեղ կա երկրորդ վիդեոն, որ կարելի է շարունակել նայել։ Շատերը ձեզ վերջում տալիս են մի հատ օրինակ, մենք տալիս ենք ձեզ երկու օրինակ։